Ինչ էր կատարվում ներսում։ Տեսեք, խուզարկություններ կատարվում, կար դատանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ հերթական շոուներ, մասկի շոուներ ինչպես տեսակ, երեկվա պլանի հետ կապված Պարզ է, որ այսօր նմանատիպ գործողություն կատարվելու է, լույսը այդպես է բացվել։ Հրապարակել պարոն Հարությունյան, իսկ հակերների միջև հայտարարությունը ինչ են հայտնաբերել ներսից, որտեղ բավական որևէ քերիորեն հետապնդելի առարկա իր չեն հայտնաբերել։ Մի բուռ մեղ են տարել կոշիկի համար նախատեսված այս չափի կամ չգիտեմ, այդպիսի բաներ միակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերել, ինձ Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող է տեղի Իսկ արխերով ինչ էր վարազդատ, որ տարան, Արտուր Սարգսյանն ասաց այդ ծխերից են, Արտուրները։ Հա, այդ են ծխերից են, որը յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, եւ որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը ազգային ժողովում 18 թվականին, թե ինչպես էր ծխում եւ Իսկ այդ մեխերը, որ ասում եք, մի բուռ մեխ են տարել, դա հեգնական ասում, որևէ բան չկար։ Ինչ է կատարվել, իրավական Տեսել եք քննչականի հայտարարությունը, որքանով հասկանալի է, զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, իշխանության զավթման փորձ, նմանատիպ Ժուլ Վերնյան ֆանտաստիկ ինչ-որ չէ, քննչական վանթաշան տարվեց։ ԱԾ-ն մասնակցում էր գործընթացը ապահովելու ավտոմատավոր դիմակավորված անձինք, մտածելով, որ ահաբեկիչներին ձերբակալելուց պետք է որ ավտոմատավորներ Ինչու 6 ժամ տևեց վարազդատը։ Հարությունյան Սերգեյ։ Ներողություն, ինչու 6 ժամ տևեց։ Ամեն դեպքում ասացին, որ 7-ից մինչև Դե տեսեք, ամեն սենյակի, ամեն դարակի, ամեն նամակի վրա ժամանակ էին ծախսում, այդ ամենը արձանագրում էին, ամեն ծուխը նայում էին, հաշվում էին։ Տեսակ դուք Ընթացքում կերևա, որ այս ամեն ինչը ճանապարհային երթևեկության որ մեկից պատասխանում մի հատ երանգյունի նշան հանեցին ճանապարհային երթևեկության, դա կարող են դիտարկել որպես են, որ ճանապարհային ապակայունացնող վիճակ պիտի երթևեկության Կարծում եմ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա, երբ որ ասենք մեքենան խոտանվում է, պետք է հանի դնի։ Ես չգիտեմ նախկինում այս տանը ով է բնակվել, ինչ նպատակներով է այդ նշանը, բայց ես գիտեմ, որ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա։ Պարոն Հարությունյան, իսկ որևէ, այսինքն կարգավիճակ այս պահին Բագրատ Սրբազան ունի եւ նրա այդ մի հոգեորականի եւս տարան, նրա աննազգան նկասեք, նա ով է։ Անկեղծ չեմ իշի Հրայր Սարգսակն է եւ Մովսեսն է։ Կարգավիճակը դե այս պահին արդեն ձերբակալված է համարվում, վստահ եմ կալանքի միջնորդություն կներկայացնեն։ Սրանք կանայք հատկապես կհասկանան, այս վիդեոն մի հատ։ Ասեմ ձեզ դա ինչ է, այո, կենցաղային, սա է տարան։ չգիտեմ, գետնի շորի ձողն է, որը յուրաքանչյուրի տանը կա, բայց իրենք համարեցին դա ձող, հա, այն դեպքում, որ, չգիտեմ, 10 տարեկան երեխան անգամ կարա դա կոտրի, որովհետև դա բարակ թիթեղ է։ Սրբազանի հեռախոսը արգրավել է։ Այո, բոլորի հեռախոսները, բոլոր գրիչները ամեն ինչ ենթարկեցին Հրայր Սարգսակին, Սրբազանին, Հրայր Սարգսակին եւ Մովսեսին։ Մովսեսը Սրբազանի մտերիմներից չեմ հիշ։ Կանոթացել եք ձայնագրությունների բովանդակությանը, որոնք տարածել եք։ Ոչ, ես զբաղված եի խոզարկությամբ։ Առանձնազրույցներ են Բագրատ Սրբազանի հետ, աջակիցների հետ, տարբեր հատվածներ անհասկանալի տեղերից, այսինքն երիտասարդներ եթե ունեք, հավաքեք, թող օնլայն տիրույթում ակտիվություն ծավալեն։ Դա հնարավոր է այսպես ահաբեկչական սցենար։ Տեսեք, երիտասարդներին հորդորում են վստահաբար կարող եմ ասել ոչ։ Այս ողջ ժամանակահատվածում վերջի 1 տարվա ընթացքում քաղաքական գործընթացներ են եղել, ակցիաներ են եղել, տարբեր միջոցառումներ են եղել եւ այդ ժամանակ բարձր որ այդ ակտիվությունը անձանց այդտեղ որն է քրեորեն հետապնդել բայց հիմա իրանք այս շոուի ատրիբուտները այսպես ապահովելու են տարբեր այսպիսի բաներ են տարածելու շղար ստեղծելու եւ իմիտացիա անելու համար որ տեսեք ահաբեկչական խումբ է։ Այսինքն դուք պնդում եք, որ որևէ իրեղեն ապացույց այս պահին ես վստահ եմ, որ սա հերթական շոուն է։ Մենք այսպիսի շոուներ բազմաթիվ ենք ունեցել
նույն հայ-հեղափոխական դաշնակցության հետ կապված տարին մեկ մի անգամ այսպես գնում են մարզերում բոլորին ձերբակալում են։ Հետո պարզվում ահաբեկչության հոդվածի մեղադրանք։ Դե այս անգամ ավելի սրացում է։